Քրիստինա, մենք բախվեցինք բոլորս իրար հետ այն խնդրին, որ կար խարանը, որ շատ դեպքերում միջին տարիքի մարդիկ, այսինքն մեր տարիքի մարդիկ, իրենց ծնողներին, մայրերին, հայրերին հատկապես թույլ չէին տալիս, որ նորից գնան դպրոց, մի քիչ ամոթի գործոններ, ինչպես հնարավոր եղավ սա հաղթահարել եւ արդյոք լիարժեք հաղթահարված է, ինչ կարող ենք ասել այդ մեր տարեկիցներին, որպեսզի բացեն դաշտ իրենց ծնողների համար եւ նույնիսկ իրենք խրախուսեն, հատուկ են մարդիկ են խրախուսում։ Շատ լավ հարց եք տալիս։ Ասեմ, որ սկզբում հատկապես փորձարարական ծրագրի ընթացքում շատ դժվար էր, նույնիսկ այո, մենք բախվում ենք դեպքերի, երբ ընտանիքի անդամները ընդհանրապես թույլ չէին տալիս տատիները գային մասնակցեն խմբակի, ասելով, որ դու մեզ խայտառակ ես անում։ Իրանք ասոցիացնում էին սա սոցիալական խնամքի կենտրոնի հետ, որովհետև մարդիկ չեն պատկերացնում, որ սա ընդամենը այդ մարդու առօրյայի ընթացքում իր սեփական ժամանակը ունենալու հարցն է, այսինքն իրավունքն է, այսինքն մեր կենցաղներում ինչպես է ընդունված, որ մարդիկ որ հասնում են կենսաթոշակային տարիքի եւ արդեն տանն են լինում, իրանց միակ զբաղմունքը պիտի լինի այդ կենցաղի վարումը, կենցաղավարությունը, ճաշեփել, տուն մաքրել եւ այլն, եւ այդ մարդիկ ընդհանրապես գոնե 1 ժամ չունեն իրենց առօրյամ իրենց սեփական անձին տրամադրելու, շատ ընտանիքներում սա ընդունված էր։ Հիմա ինչ ունենք մենք, իրոք կարող եմ ասել, սա մշակութային տրանսֆորմացիա է։ Այն մարդիկ, որոնք հաջողեցին այդ այդ արգելքները անցնեն եւ կան խմբակին, վայելեցին այդ զգացմունքը ունենալու իրենց իսկ անձի սեփական ժամանակը եւ իրոք իրենք հիմա հպարտ են, որ ունեն դա բազմիցս այնպիսի արձագանքներ ենք լսում, որ ընտանիքի անդամները շատ զարմանում են, դե սովոր չեն, որ այդ մարդը իր համար է պիտի ապրի։ Եվ շատ իրանց մոդել է, անցումային փուլ է, իրանք էլ հոգեբանորեն պետք է հարմարվեն, որ այս տատին պետք է այդ ժամին գնա իր անձովը զբաղվի։ Եվ իրենք շատ հպարտորեն ասում են, որ մենք արդեն ընտանիքում էլ այդ գաղափարը արդեն ընդունվում է քիչ-քիչ, այո, իրենց դիրքը դրել են, ասում են ոնց կարող եք այդ մի ժամը կառավարեք կենցաղը, ես գնացի եւ շատ հպարտորեն գալիս են եւ ինչու եմ ես էլ շատ ուրախ, որովհետեւ այո այդ 1 ժամը մեծ ներդրում է իրենց առողջության համար եւ մենք կունենանք ավելի առողջ ապրող հասարակություն։ Եթե այս տրանսֆորմացիան մշակութային ամբողջովին անցնենք բարեհաջող, ապա կունենանք առողջ հասարակություն ավելի։ Արդյոք ձեր ասածից հասկանալի է, որ քանի որ այս ամենը նոր էր ու պահանջված ու ուշացած մեր հասարակության համար, ընդհանուր առմամբ կարելի ասել, որ ծրագիրը դրական է։ Մենք իհարկե վերջնական գնահատմանը դեռ կանդրադառնանք, բայց այս պահին միայն ծրագրի արկայությունը, նախաձեռնության այս հաջողությունը, մարդկանց ակտիվությունը ցույց է տալիս արդյոք, որ սա ընդհանուր առմամբ դրական կարելի է որակել։ Այո, հենց ծրագրի արկայությունը արդեն իսկ դրական է, եթե կանք ամբողջական ծրագրի բնականաբար հաշվի առնելով ռեսուրսները, ներառված մարդկանց քիչ քանակը, վերջը եւ այլն կլինեն բաց տեղեր, չի կարող չլինել։ Այս նշանակում է, որ գործ է արվում, եթե գործը չարվի, բացն չի երևա, բանկն չի երևա, այդ ծրագրի արդյունքն չի երևա։ Հիմա այս առումով շատ կարեւոր է, որ կոտրվի տաբու, այսինքն փոխվի մտածողություն, որ մարդը ունի անձնական կյանք, այսինքն այդ մարդկանց խնդիրը մենակ թորնիկին խնամելու մեջ չի։ Ահածոներ սարքի։ Այո, եւ բան այդ տակ գազի դեմը կամ բանի դեմը կանգնած պատիժան բիբար փակելու մեջ չէ։ Երբ որ դու նայում ես այլ երկրներում, ոչ հետխորհրդային տարածքի երկրներում, ուրիշ երկրներում մարդիկ ոնց են ծերանում, ինչպես են վայելում այդ բանը։ Մենք նախանձում ես, ուզում ես շատ արագ ծերանաս, դառնաս 80 տարեկան, ու ճամփորդես քո համար։ Իսկ ստեղ մենք հերիք չի, որ այդ բանը չունենք, սերնդային համերաշխությունը չունենք, հերիք չի, որ չունենք անգամ նվազագույն նորմալ թոշակ, որ մարդու մինիմալ
պահանջները բավարարվի վճարելու, հա, մի հատ էլ չենք տալիս իրեն գոնե շնչելու այդ տարածությունը։ Ազատ ծրագրին մասնակցելու համար այս առումով կարևոր է, որ այո, ծրագիրը լինի շարունակական, զարգանա տարբեր ուղղություններով, հա, եւ ավելի շատ շահառուներ ներառի իր մեջ։ Կխոսենք մեր իրականության մեջ համեմատաբար նոր երևույթի փորձարարական ծրագրի մասին, որ առողջ ծերության ակումբներն են, առողջ ապրելակերպի ակումբներն են։ Ողջույն։ Բարև ձեզ։ Քրիստինե, ավելորդ չէ կրկնել ծրագրի էությունը, հատկապես որ այս օրերին այն ընթացքի մեջ է եւ հարյուրավոր տարեց մարդիկ 65+ տարեկան եւ ավելի փոքր գալիս են եւ իրենց կյանքի նաեւ իմաստը գտնում են այս խմբակներում, որ դուք եք նախաձեռնել։ Ուրեմն ասեմ, որ ծրագիրը անցած տարվանից մեկնարկվեց պիլոտային ոճով 60 դպրոցներում եւ արդյունքների վրա հիմնված 10 դպրոցներում այս տարի մենք պահպանեցինք ֆիզիկական ակտիվության խմբակները ամբողջ տարվա ընթացքում։ Իդեպ պիլոտային ծրագիրը, փորձարարական ծրագիրը ընդամենը 1.5 ամիս էր տևել։ Եվ ասեմ բավականին մեծ առաջընթաց ունենք ֆիզիկական ակտիվության խմբակների առումով, ես կարող եմ ասել, որ ծրագիրը ստացված է, նույնիսկ ավելի մեծ այցելություն ունենք, քան թե պլանավորում էինք առաջին տարվա համար, բավականին մեծ ներգրավվածություն ունենք։ Սա ցույց է տալիս, որ մեր ծրագիրը ավագ սերունդին շատ դուր է գալիս։ Իսկ այս տարի փորձարարական մեկնարկեցինք հիշողության բարելավման ակումբները 4 դպրոցներում, 4 վայրերում եւ ասեմ այն եւս ոտքի է կանգնում, եւս ենթադրում ենք, որ շատ դժվար կլիներ իրականացնել, բայց մարդիկ սա էլ կարծես սիրում են, մենք անընդհատ բարելավում ենք այս խմբակը, այցելում ենք, մոնիտորինգ ենք անում, խնդիրներն ենք հայտնաբերում, փորձում ենք ել ավելի բարելավել։ Ասեմ, որ համագործակցում ենք դպրոցների հետ, սա համատեղ ծրագիր է, կարծես դպրոցները աջակցում են մեզ, տարածքն են տրամադրում, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք, թվով 10 դպրոցներ, ես կարող եմ ասեմ հերոսներ են իրենք, որովհետև զոհաբերելով իրենց առօրյան, դպրոցի առօրյան, իրենց անսովոր առօրյային ստեղծում հանձինս, որ մեր ավագ սերունդը զբաղմունք ունենա եւ առողջ մնա, ասեմ իրենք իրոք հերոս դպրոցներ են։ Քրիստինա, խոսեցինք բովանդակության մասին, ես գիտեմ, որ հեքիաթաթերապիա է անգամ կիրառվում հիմա շողության ակումբներում, այսպես ասենք, ինչ նորարարություններ եք մտածում կիրառել, անել եւ ինչ ապագա ծրագրեր կան կապված նախաձեռնության հետ։ Ուրեմն մշակել ենք մի ծրագիր նախքան խմբակների բացվելը, որը հիմա ներդրել ենք խմբակներում, ինչ հետաքրքիր փաստ նկատեցինք, որ մենք ենթադրել էինք ինչ որ բարդության ծրագիր այդ տարիքային խմբի համար, սակայն մեր նախատեսած ծրագիրը շատ ավելի պարզ էր, քան իրենց ուղեղի պոտենցիալն էր, պահանջմունքներ։ Ահա, իրենց կարիքներն էին։ Եվ ինչ արեցինք, հիմա արագ փորձում ենք հարմարեցնենք ծրագրերը իրենց կարիքների։ Հիմա ծրագրի բարդությունը ինչ որտեղ ընտրված էր հիմնվելով այլ երկրների փորձերի վրա, բայց բարեբախտաբար մեր խմբակներ այցելող ավագ սերնդի ներկայացուցիչները շատ ավելի լավ պահպանված կոգնիտիվ ճանաչողական կարողություններ ունեն։ Հիմա մենք արագ վերանայում ենք ծրագիրը եւ քանի որ այն փորձարարական է, փորձում ենք հայտնաբերել մեր երկրում ամենատարբեր մասնագետները, ովքեր հմտություն ունեն ավագ սերնդի հետ աշխատելու ամենատարբեր մեթոդներով եւ պարբերաբար իրենց հյուր են հրավիրում խմբակները փորձարկելու արդյոք ինչն է դուր գալիս մեր հասարակությանը, չէ՞ որ միջազգային փորձը դու կարող ես ուսումնասիրել, բայց բերես կիրառես քո հանրության վրա, կարող է արդյունքը փոքր լինի։ Մենք տեղում փորձում ենք ինչ կարողություն կա մեր երկրում, ամբողջը փորձարկում ենք եւ դրանցից ընտրում ենք բաղադրիչներ, որոնք մյուս տարվա համար արդեն կդառնան
ազգային հիմնական ծրագիր եւ կկիրառվեն ավելի մեծ թվով խմբակներում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Ամենատարբեր փորձ, նույնիսկ հեքիաթաթերապիայի մասնագետը, ով այցելել էր, եւս փորձարարական էր։ Մենք օրինակ ծրագրում նախատեսված չունենք, բայց գտանք մասնագետ, ով որ աշխատում է այս մեթոդով ավակ սերնդի հետ, հրավիրեցինք եւ տեսանք ինչքանով արդյոք իրենց դուր եկավ։ Այդպես տարբեր մասնագետներ ենք փորձարկում։